Դավիթ Համբարձումյանը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին 50+1%-ով միանձնյալ հաղթանակ է տարել Մասիս խոշորացված համայնքի ընտրություններում եւ մեր մոտ որևիցե փոփոխություն չի եղել։ Այսինքն Համբարձումյան Դավիթի կազմած այն ուժը, որը կար հաղթանակ է տարել 21 թվականին, նույն ուժով ավելի միասնաբար շարունակելու է աշխատանքը եւ պայքարը այսօրվանից հետո։ Մենք ներողություն եմ խնդրում Սուզի ջան, մենք այս փորձը ունենք 2018 թվականին, երբ որ նույն քրեական գործի շրջանակներում նորից Համբարձումյան Դավիթին ապօրինի կալանքի տարան 2 ամիս եւ մի քանի օր, Դավիթ Համբարձումյանի աշխատանքային թիմը կարողացավ պատվով շարունակել իր աշխատանքները, մինչև համայնքի ղեկավարը վերադարձավ իր բնականոն աշխատանքին եւ 21 թվականին տարավ հաղթանակ։ Իրավիճակը ավելի ծանր էր, քաղաքացիական պայմանագիրն ավելի ազդեցիկ էր, մարդկանց մեջ դեռ վստահության քվե ուներ եւ այդ ժամանակ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց գրավով։ Հիմա ինչ փոխվեց իշխանության մտքում, որ ընտրություններից առաջ որոշեց նորից վերանայել մոտեցումը եւ կալանքի տանել այներ այսքան մեծ ժամկետով։ Իշխանության մտքի թռիչքին չեմ կարող տիրապետել, երևի թե պարզ պատճառ կա։ Մոտ ապագայում համապետական ընտրություններ են, բացի դա նաև համայնքի ղեկավարը համաձայնել էր ստանձնել, որ վարչապետին ամստասուն հայտնելու թեկնածու հանդես գալ, սրանք բավարար էր, բոլորս գիտակցում ենք, որ Համբարձումյան Դավիթին ազատության մեջ թողել իրանից վտանգ էր ներկայացնում։ Ես նոր լրագրողներին ասել եմ, նորից եմ կրկնում, Դավիթ Համբարձումյան անձը Հայաստանի Հանրապետությունում իրանից լուրջ ուժ է ներկայացնում եւ լինելով սկզբունքային մարդ, անկոտրում մարդ, ընդդիմադիր մարդ, չէին կարող հանդուրժել որևէ իշխանություն Դավիթ Համբարձումյանին ընտրություններից առաջ կամ անվստահության գործընթացի շրջանակներում թողեին դուրսը։ Բայց սկզբում կարծես հաշտ էին, որ քաղաքացիական պայմանագրի համատարած ճնշման մեջ միակ հակայական քաղաքապետն էր, որ ընտրված էր եւ վերընտրվեց։ Սկզբում մի տեսակ հաշտ էր։ Արտաքին հաշտ լինելը դա թռուցիկ է եւ մենք որպես աշխատակազմ ազդակ չենք ունեցել, որովհետեւ մենք աշխատել ենք մեր պարտականությունները կատարել ժամանակին եւ պատշաճ եւ որևիցե տեղ չթողենք, որպեսզի կարողանան իշխանական որևիցե ուժից մեզ փորձեն ճնշել կամ ինչ-որ ուժ գործադրեն եւ նաեւ 2016 թվականից լինելով Մասի քաղաքապետ, այնուհետեւ մի ամբողջ խոշոր համայնքի ղեկավար, Համբարձումյան Դավիթին կարողանում են կալանավորել եւ դատապարտել ոչ քաղաքապետի պարտականությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման կամ չկատարման համար։ Սա եւս մեկ ազդակ է, որ Դավիթ Համբարձումյանը որպես համայնքի ղեկավար գործել է օրենքի սահմաններում եւ շատ լավ։ Իսկ այդ շատ լավը ես որպես իր թմի անդամ չեմ ասում, այլ սովորական բնակիչներն կարող են ցանկացած անկախ լրագրող, եթե ուզում է իրականությունը տեսնել, կարող է 10 բնակչի հարցում անել եւ առնվազն 9 բնակիչ պետք է ասի, որ ինքը տեսնում է դրական փոփոխությունները։ Այստեղ հավաքված քաղաքացիները ինչ են անելու։ Տուն են գնում։ Այստեղ հավաքված քաղաքացիները հավաք չի կազմակերպվել, որովհետեւ նախաձեռնություն չի, այստեղից յուրաքանչյուրը ես որքանով որ ճանաչում եմ հավաքվածներից եկել են, որ իրենց ընկերոջը, իրենց համայնքի ղեկավարին, իրենց բարեկամին եւս մեկ անգամ միջև կալանավորում գնալը թեկուզ հերվից ողջունեն, չտվեցին այդ հնարավորությունը, հետեւաբար այստեղ եւս մեկ անգամ կծափարենք մեր համայնքի ղեկավարի համար, կգնանք եւ կսպասենք մեր հաջորդ անելիքներին։